Ողջույն բոլոր հարազատ ոգիներին։ Այսօր ունենալ ենք հետաքրքիր շատ կարևոր հարց-պատասխան կունենանք մեր նոր խմբի մասին, ձեր ընթացքի մասին, ձեր ունեցած, ձեր բացահայտած, ձեզ ինչն է հիմա այս շրջանում ամենաշատը գրավում ձեր ուշադրությունը, ձեր կենտրոնացումը, ինչի վրա եք աշխատում, ինչի վրա եք գործ անում։ Այդպես կզրուցենք, դրա համար ես չաթը բաց եմ թողում, որ տեսնեմ հարցեր կլինեն, կամ կարաք հենց ձայնով խոսեք, կարաք ձեր ձայնը բարձրացնեք։ Հիմա ինչ ենք անելու։ Նայեք, նոր խումբը լրիվ ամբողջությամբ պատրաստ է, արդեն մարդիկ միանում են, ողջույն, արդեն գալիս են մեր փակ խումբ, անունն է մեր խմբի փակ գիտելիքի ակումբ, մեր վեբսայթը կա, ամեն ինչ փորձված է, ակտիվ է, շուտով ընդեղ արդեն կլինի բոլոր հայտարարությունները նոր խմբում, ինչ ենք անելու։ Հիմա եկեք մի փոքր ես պատմեմ նոր խմբի մասին, ինչ տարածքային կլինելու, ինչի նման է, ինչ ուղղություն ենք ունենալու, ինչ ճանաչողական շերտերով ենք անցնելու, որը որ շատ կարևոր է։ Դրա համար եկեք մի հատ շնչենք միասին, մի հատ ովքեր որ նոր են արթնացեք լրիվ, մարմինը ձեր արթնացրեք, ամբողջությամբ արթնացրեք ձեր մարմինը, սովորեք արթնացնել ձեր մարմինը, սովորեք ձեր ուղեղից մի փոքր առաջ լինել միշտ, սովորեք ձեր ուղեղը աշխատացնել որպես ձեր ասիստենտ, դա կփոխի ձեր առօրյան, դա կփոխի ձեր առողջությունը։ Հիմա եկեք խոսենք խմբի մասին, խումբը նայեք, ինչի է փակ տարածք, որովհետև մենք անել ենք շատ պրակտիկաներ, մենք անցնել ենք տարբեր շերտերով, թե մարմնի առողջացման, մարմնի ձեր կառուցվածքի ուժեղացման, ձեր տեսքը, ձեր էներգիան, ձեր ճառագայթումը, ոնց որ դուք պատկերացնում եք ձեր ամենալավագույն կերպարը, դա դուք պետք է ներսում ունենաք, այդ կառուցվածքը, թե կլինի դա զգացողական դաշտում, թե կլինի ձեր ներսի արդեն մենթալ աշխարհում, կլինի ձեր առօրյա մատերիալ աշխարհում, ֆիզիկական աշխարհում, շփման, հարաբերություններ, բոլոր ձեր աշխարհները պետք է հասկանաք ոնց օգտագործեք ձեր լավագույնը կերպարը ու անցնեք արդեն այդտեղ ապրելուն, լինելիությանը։ Դրա համար մենք անում ենք պրակտիկաներ, որովհետև ուղեղը, հնարամիտ ուղեղը անverջ ձեզ պահում է անցյալի ու ապագայի խաղի մեջ, անverջ փնտրտում եք, անverջ կռիվ ունեք, եթե ովքեր գործ են անում, արդեն գիտեն ինչի մասին եմ ասում, մեր անցած հանդիպումը հենց դրա մասին էր, ներսի զրույցի, անընդհատ կնկատեք, որ մեր ուղեղը անverջ մեղավոր է փնտրում, որ բարդի ամբողջ խնդիրները, բարդի ինչ-որ մեկի վրա, եթե չի գտնում, սկսում է արդեն Աստծո վրա բարդել, երկրի վրա բարդել, աշխարհի վրա, մարմնի վրա, տանեցիք, հարազատներ, ծնողներ, կապ չունի, անընդհատ ինչ-որ բան է, մարդ է ման գալի, որ բարդի իր վրա, որ ընդեղից է եկել, ինչ-որ պատճառ հետևանքային, ինքը գտնում է, սցենարներ է գրում ձեր ուղեղը, դա եւ կարաք նկատեք, սա հիմա շատ պրակտիկորեն դա նկատելի է, երբ որ կսկսեք նստել լռության մեջ, կգտնեք ձեր իրական ներսի ձայնը ու կկտրվեք ձեր անցյալի, նայեք, մենք ստեղ որ ծնվել ենք երկրի մոլորակի վրա, եկել ենք ստեղ փորձառություն ենք ձեռք բերում, այն ժամանակ մենք անցել ենք ցածր աշխարհներով, խավարի աշխարհներով, մոլորության մեջ ենք եղել, տարբեր ցածր էներգիաների հետ ենք ծանոթացել ու այդպիսի հենց ցավոտ փորձեր ենք ունեցել ու մարմինը շատ ժամանակ չի ուզում գնա այդտեղ, չի ուզում գնա այդտեղ անցնի վերապրի այդ փորձառությունները, դրա համար պետք է անցնենք արդեն պրակտիկաների միջոցով։ Արդեն պետք է անցնեք դուք հասկանաք ոնց է աշխատում ձեր ուղեղ համակարգը, ձեր նյարդային համակարգը, ձեր մարմինը, ոնց է տեղ ունենում ձեր ամբողջ նյութափոխանակությունը, ինչն է ձեր համար լավ, ինչն է ձեր համար արդեն հնացած, ինչը պետք է թարմացնեք։ Ողջույն, ես տեսնում եմ ստեղ ովքեր որ ողջունում են բոլոր հարազատ ոգիներին, իրոք։ Ասեմ, շնորհակալ եղեք ինքներդ ձեզ, շնորհակալ եղեք, որ այստեղ եք, շնորհակալ եղեք, որ անցնում եք փոփոխությունների միջով, միշտ լինում է այնպես, ամեն ինչ այնպես ճիշտ է լինում, որ հետո եք դա հասկանում, դրա համար սկսեք վստահեք ընթացքը, կլինեն, ասում եմ, հիմա տեսնեք, որ էլի անցնում եք դասերի միջոցով, անցնում եք տարբեր կրկնվող ցիկլներ կլինի, տարբեր դասեր եք, անընդհատ դուք դասեր եք քաղում կյանքից, ձեր ընթացքից։ Դա առաջնային շերտն է, երբ որ
սկսում է փլուզվել, իսկ փլուզվում է ու ցավոտ է լինում հենց էգո համակարգի համար, կեղծ ես հասկացողությունը, ինչի համար ենք ասում կեղծ, ինքը ինչքան կեղծ է, նույն հենց այդտեղից է սկսում է իրական լինելը, որովհետև այդ ամբողջ ներքի մեր երկակիությունը, այդ խոսակցությունը, ողջույն, ինքը մեզ ուղղորդում է շատ երեխա ժամանակվանից անընդհատ է լինում, ու մենք սկսում ենք կյանքը ապրել մեր մտքում, կյանքը սկսում ենք ապրել մեր մենթալ աշխարհում կառուցած գաղափարների, համոզմունքների վրա։ Ինչա տեղի ունենում, տեղի ունենում մի հրաշալի բան այդտեղ։ Մենք սկսում ենք ապագայում ապրել, սկսում ենք ապագայում մենք ուզում զգանք ամենալավագույնը, ապագայում ենք ուզում տեսնել մեր ամենալավագույն կերպարը, առողջ եւ այլ տարբեր ինչ որ ունակություններով, կարողություններով, էներգիայով, ձեր դաշտով, ինչա տեղի ունենում։ Երբ որ սկսում եք անցնել արդեն այս ճանապարհով, պետքա գալիս է էտապներ կա։ Էտապներից մեկն է, որ սկսում եք մոլորվել այն ժամանակ, երբ որ մարդը ունենում է ամեն ինչ, բայց սկսում է ոչինչ էլ իրան հաճույք չպատճառել։ Թե կլինի դա իր նոր մեքենան, կլինի իր կյանքը, կլինի իր ձեռք բերած նոր շորերը, նոր իր դիզայնը, ինչ որ ուզում է լինի, սկսում է խավարել, սկսում է անցնել գորշ գույների մեջ սկսում։ Ինչի համար, որ հնարավորություն է տրվում, ճանաչեք ու ընդունեք ձեր խավարի ուժը, ճանաչեք ու ընդունեք ձեր իրական այն ուժը, որը որ դուք թաքցնում եք ինքներդ ձեզանից։ Այն ներսի բողոքող, այն ներսի, որ անընդհատ ինչ որ բան հերիք չի ներսում, կտեսնեք, որ դուք պատահական չի, որ դա անում է, պատահական չի, որ ձեզ ինքը համել կրծում ու նեղացնում է ներսից։ Ինչի համար, որովհետև դուք գտնվում եք մի հատ իրականության մեջ, որ արթնացումից հետո հասկանում եք, որ լիքը բաներ կա, որ ձեզ դուր չի գալիս։ Հենց ձեր կյանքում, ձեր մարմնում, ձեր քաշը, ձեր մարմնի ճկունությունը, ձեր ունակությունը, դրանք արդեն նեղանալու բաներ չի, դրանք պետք չի փախնեք այդպիսի բաներից։ Պետք է քայլ կատարեք այդտեղ։ Ինչի համար ենք սովորում խավարի հետ աշխատանքը կատարել։ Դրա համար հիմա ես ինչը խոսում եմ, դուք հասկացեք մենք ինչ ենք անելու մեր փակ գիտելիքի ակումբում։ Այնտեղ լինելու է ընթացք, այնտեղ ազատ է տարածքը, ազատ հոգիների համար, ովքեր որ իրոք հասկանում են, որ մենակ գիտեք ոնց, մենակ լսելով չի լինում, մենակ այդ ինֆորմացված լինելը բավական չի նոր աշխարհում։ Պետք է ունենաք ձեր ներկայությունը, պետք է սկսեք կրել ձեր էներգիան, ձեր ուժը, ոչ թե վերցված ուրիշներից, ոչ թե ուրիշ գաղափարախոսությունների տակ թաքնված ձեր վախերը, այլ պետք է ճանաչեք ձեր վախերը, պետք է ճանաչեք ձեր ներսի ձայները, պետք է ճանաչեք ձեր ներկայության մեջ որտեղ է ծնվում ինչ որ վախ, ինչ որ անհանգստություն, ու պետք է այդտեղ ոչ թե խառնվեք իրար, պետք չի հասկանալ, պետք է ուղղակի լինել, թույլ տալ մարմինը ապրի դա։ Ու ինչ եք անում, ասում եմ, դուք ձեր ներսից դուք ձեր ձեռքերը ամուր բռնեք ու թույլ տվեք թող ապրի մարմինը։ Կտեսնեք ոնց է քանդվում ձեր ներսի էներգետիկ, էմոցիոնալ մարմինը սկսում է վերականգնվել։ Ինչ ենք անելու մեր փակ խմբում։ Անելու ենք նոր հետաքրքիր ձևով ենք անելու, այսինքն անելու ենք թե էներգետիկ ու դա անելու ենք հենց մարմնի միջոցով, շերտեր, որտեղ որ դուք հասկանաք նոր գիտակցության շերտեր, ովքեր որ եղան մեր շունչ հանդիպմանը, մարմին շունչ ուժ մեր հանդիպմանը, այնտեղ ինչ էինք անում մենք, նայեք, այնտեղ սովորեցիք, որ հնարավորություն կա, տեխնիկաներ կա, ձեզ շատ արագ բերելու ձեր կենտրոն, հավաքելու հետ։ Պետքա դա անեք, պետքա դա անեք 10 օր, պետքա դա անեք 1 ամիս։ Հիմա այստեղ ասեմ, այսօր հարց պատասխանի օր է, հիշեցնեմ ձեզ, դրա համար ովքեր որ ունեն այս հարցեր խմբի հետ կապված կամ ինչ որ բաներ, ազատ զգացեք, մի թաքնվեք, եկել է մի ժամանակ, որ պետքա խոսեք, կտեսնեք, որ հիմա տարածությունն ու դեպքերը այնպես են անում, որ պետքա դուք օգտագործեք ձեր ձայնը, պետքա օգտագործեք նաև ձեր սահմանները, որ կարողանաք ցույց տաք թե աշխարհին, թե մարդկանց, ու այդտեղ կբացվի նոր ունակություն, այդտեղ կբացվի նոր ունակություն, նոր լինելիություն։ Այս ամեն ինչը պետքա բերեք ու մտցնեք ձեր կյանք, ձեր առօրյա, ձեր մարմին, ձեր ներքին հանգստություն, ձեր ներքին խաղաղություն, ձեր ներքին իրական երբեք դուք վայելում կյանքը, իսկ կյանքը անընդհատ է, անվերջ է, չկա մի պահ, որ դուք չեք ապրում, չկա մի պահ, որ դուք կտրվում եք,
չկա, այդպիսի պահ չկա։ Կասենք, որ այո, քնի վիճակում է, չէ՞, որ գիշերը մենք պարկում ենք քնելու, հա, մենք բայց այդտեղ գնում ենք տարբեր աշխարհներ, հավաքում ենք մեզ, սնուցում ենք։ Դրա համար պետք է նաև այդտեղ ինչ ենք անելու խմբում։ Խոսել ենք նորից շնչառության, խոսել ենք ու անելու ենք, գործ ենք անելու, քանդելու ենք բոլոր շերտերը։ Ասեմ ինչի նման է լինելու այս խումբը, ովքեր որ նայել են «Վլաստիլին կայլեցը» կինոն, հիշում եք անցած օրն էլ մուլտիկից մի հատ բան ասեցի, հոգու թելը որ չի կտրում, ովքեր որ հիշում են կամ տեսել են, շատ լավ է, մի հատ էլ նայեք, ու բայց ուշադիր եղեք, այդ ինչ որ նայում եք ֆիլմեր կամ սերիալներ, ինչ որ բաներ, անիմեներ, մուլտեր, ինչ որ նայում եք, նախ առաջինը մի հատ էներգետիկ շերտ դրեք արանքը ձեր էկրանի ու ձեր լսածի, ձեր տեսածի, գունային պատկերներ, ձայնային, որովհետև ամեն ինչը գնում է ծրագրավորում, դա ովքեր որ գործ են անում, արդեն կտեսնեք, որ դուք նկատում եք ամեն ինչը, ձեր ներկայությունը չի թողի ֆիլտրի ամեն ինչ։ Դա ենք ուժեղացնելու։ Ինչ ենք անելու։ Հա, Վլաստիլին կայլեցի մասին, նայեք, այնտեղ կա Գենդալֆը, չէ՞, կա իրանց այն կախարդը, որ կա, այնտեղ առաջի ֆիլմի մեջ հատված կա, որ այնտեղ կռիվ է գնում մի հատ խավարի ուժի հետ ու հետո ինքը ընկնում է անդունդը, անծայրացի իր անդունդը, հետո հետ է գալիս կինոյի մեջ, ովքեր որ տեսել են, գիտեն ինչ եմ ասում։ Այնտեղ որ գալիս է, ասում է Օ, բարև նորից ասում են Գենդալֆ Սերրի, իր առաջին ոնց որ Գենդալֆ Սերրի էր, հետո ասում են դարձնում Գենդալֆ Բիելի։ Այդտեղ շատ միստիկալ է ցույց տված այդ ամեն ինչը, բայց այդտեղ ցույց է տված հենց տրանսֆորմացիան, որտեղ այդտեղ իր ընկերները որ հարց են տալիս, ասում են հիշում ես այսպես, ասում է հա ինքը հիշում է, Գենդալֆ Սերրին հիշում է։ Այստեղ ինչն են ուզեցել ցույց տալ, որ ձեր հոգին, ձեր գիտակցությունը, ձեր հասկացողությունը, այն ինչը որ չի կտրվում երբեք, կլինի դա ֆիզիկական անցումից, հետո թե կլինի որ աշխարհներում է լինեք, դա չի կտրվում։ Շատերը վախենում են, որ ինքնաճանաչմամբ զբաղվելուց կմոլորվեն, կխճճվեն, որովհետև կա գաղափար, որը որ անընդհատ նորից ծրագրավորվում է, ու մենք այդպես արտահայտություններ ունենք, չէ՞ որ ասում են շատ մի խորացի, կգժվես, շիզոֆրենիա, լա, ու այդպիսի ինչ որ կան հենց հստակ արդեն աշխարհներ է այդ բառը, որովհետև այդտեղ կա իր ոնց որ սիմպտոմը կա, ու դրա հետ կա կապված ձեր ներքի զրույցը, որովհետև այն մարդիկ, ովքեր զբաղվում են ուսումնասիրություններով, կգա մի շերտ, որ կասեք, օ, կարող է ես շատ եմ խորացել, կարող է ես սկսել եմ ինձ կորցնել։ Ու այո, պետքա ձեզ կորցնեք, որ գտնեք ձեր իրականը։ Կորցնեք, ինչն եք կորցնում այդ ընթացքում։ Ովքեր որ գիտակից են անում այս աշխատանքը, ովքեր որ իրոք ներսից կանչ չկա։ Իսկ ում ներսում կանչ չկա, սա զբաղվելիք չի, սա հոբբի չի, սա ինչ որ դաս չի, հասկանում եք, սա ձեր ապրելակերպն է դառնում։ Ու շատ մարդիկ ինչն են նկատել, ու հենց երեք խոսում ենք դրա մասին, որ շատերը ուզում են որ փոխվի ձեր կյանքը, ուզում եք փոխվի ամեն ինչ, բայց չեք ուզում փոխվի ոչ մի բան։ Ուզում եք ձեր առօրյան նույն ձև լինի, ապահով, թաքնված, նույն տեմպ ունենա։ Մի վախեցեք փոփոխություններից։ Փոփոխությունը միակ կայուն բանն է այս կյանքում։ Փոփոխությունը նկատնում եմ աճ ասածը։ Աճ ոչ թե հազարափեշիկություն անեք, էս էլ իմանաք, էս էլ անverջ աշակերտ չէ, այլ այն ինչը որ դուք հասկացել եք, կարողանում եք կենտրոնանալ, կարողանում եք մի որոշ ժամանակ օգտագործեք ձեր էներգիան ու դուք այդտեղ ստանում եք հաճույք, ու դրանով դուք կարող մարդկությանը ինչ որ լավություն անեք, ծառայություն մատուցեք, առողջացնեք, չգիտեմ, ինչով եք զբաղվում։ Ինչ որ կարու ձև, դերձակություն, նոր կարգի, բարձր վիբրացիոնալ հագուստներ, իրական մատերիալ, որովհետև կտեսնեք, որ աշխարհը մոլորվել է ու խաբեության մեջ է գտնվում, դա մարդկությունը հենց երեխա ժամանակվանից գալիս է, դա կոլեկտիվ ծրագիր է, հիմա պետք է խոսենք դրա մասին, նայեք, որ ծրագիրն է, որ բոլորին սովորացնում են, որ դու պետք է ուժեղ լինես, ու միմիայն դու պետք է ուժեղ լինես, ուտեղ ինչ է լինում, սկսում է մեր էգոն սնուցվել, մենք ուզում ենք բոլորից ուժեղ լինել, անընդհատ, անverջ, բոլորից խելացի է, բոլորից այսպես է, բոլորից այնպես է, դրա համար մարդկությունը մոլորվել է հիմա, կեղծիքի ու խաբեությունը այնքան է շատացել, որ դրա համար մոլորությունը պետք է այսպես տեղի ունենա, որ ծնունդ ունենար նոր գիտակցության շերտ, որն է այդ գիտակցության շերտը,
Նախ պետք է հասկանանք, որ մենք ամբողջ մոլորակի մարդկությունը մի օրգանիզմ է, բոլորը մի բջիջներ են, բոլորը մի ծառի համակարգ են։ Պտուղը չի կարա գլուխ գովա իր ուժի մասին, եթե արմատները սոված են ու արմատները տանջվում են։ Այս նույնն եմ ասում ամբողջ կոլեկտիվ մարդկության մասին, որովհետև չի կարա շինարարը թաքնված կերպով խաբեություն անի, կառուցի անորակ տուն, շինանյութ վաճառողը վաճառի անորակ շինանյութ, ու այդպես շարունակ, ուսուցչուհին չմատուցի իր լավագույնը, բժիշկը չգտնի առողջացնելու այն ամենաառաջի ծիլը, այդպես մենք սկսել ենք մոլորվել։ Դրան ժամանակ է պետք, որ մարդկությունը պետք է հասներ այդ մոլորության այն ամենավերջնակետին։ Որն էր մոլորության ամենավերջնակետը, երբ որ դուք սկսում եք չսնուցվել ինքներդ ձեզանից, չի սնուցվում ոչ մի ձեր գաղափար, չի սնուցվում ոչ մի ձեր ցանկություն ու ձեր ուզումները, ինչ տարբերակով չի սնուցվում։ Հստակ աշխատանք եք կատարում, հստակ ունեք այդ նպատակը, բայց դա ոչ մի կերպ չի տեղի ունենում։ Ինչի տեղի չի ունենում, որովհետև դա անում եք ուղեղից ու չեք ուզում տեսնեք, որ դա հին ուզումներ է, կամ շատ ցավոտ ծանր բեռ է, որը որ դուք վերցրել եք որպես խոստում, վերցրել եք որպես ձեր կյանքի ինչ-որ ընթացքից, որ տեսել եք երեխա ժամանակ, ինչ-որ էտապում, որ դա ձեզ շատ կարևոր է, որ դուք ձեզ այդպես զգաք, ու սկսում եք այդտեղ սառել, սկսում եք հավատալ, որ մինչև դա չանեք, դուք չեք կարող գնաք հաջորդ փուլ։ Դրա համար շատ պրակտիկաներ ինչի համար ենք անում ստեղ մեր նոր խմբում լինելու, մեր խմբում անցկացնել ենք ամսական մոտ 1-2 հանդիպում, բայց այդտեղ հանդիպման մասին չի, այդտեղ ընթացքի մասին է, այդտեղ տարածքի մասին է, ուզում եմ, որ շատ ձեր սրտով զգաք, ուզում եմ, որ ձեր պատրաստակամությամբ զգաք, հասկանաք դուք նոր առաջնորդ եք ձեզ պատրաստում, թե ինչ եք ձեզանից ստանալու։ Առաջնորդ կարաք լինեք թե դերձակության մեջ, թե նկարչության մեջ, թե երգի մեջ, թե նոր լրիվ բացարձակ մարդկությանը դեռ չհայտնի բանով, նոր գիտակցության շերտերով։ Ու ինչ ենք անելու, նայեք, այդտեղ կլինի ոնց որ ամիս կանենք, ամսվա կտրվածքով կանենք, որ դուք ձեր ընթացքը կարգապահ լինի, կլինի ձեր գլխի մեջ ինչ որ արդեն ուղեղը կունենա օրինաչափություն, կունենաք հստակ ձեր ընթացքը։ Իհարկե, ամեն մեկը անում է իր տեմպով։ Ստեղ վազք չի, ստեղ մրցույթ չի, ստեղ համեմատություն չի։ Նոր դաշտում չկա այդպիսի բաներ, մոռացեք։ Ուղղակի ջնջեք ձեր գլխի մեջից։ Փորձեք ինչն է օգնում։ Նայեք, ասեցի, չէ՞, ինչերն է խանգարում, հիմա ինչն է օգնում։ Օգնում է ձեր հետ տոտալ անկեղծությունը։ Ցավոտ է, դա շրջանը պետք է անցնեք։ Ոչ մի մասնագետ, ոչ մի վարպետ, ոչ ոք չի կարող ինքներդ ձեր ներսի աշխարհը բացել։ Ոնց որ ասեցի մեր անցած հանդիպանը, մի հատ ներսում դուռ կա, սենյակ կա, որ դրա բանալի միայն ձեր ներսում է գտնվում։ Միայն ձեր ներսում, սրտում, ձեր ներսի խոսակցության, ամենացավի տակ է գտնվում այդ բանալին։ Ու ուղեղը կարող ասի, այո, ես դա անում եմ բոլոր աշխատանքը, բայց կա շերտեր, որ ժամանակ է պետք, ձեր ռեսուրսն է պետք, պետքա նստեք, պետքա քրտնաջան աշխատեք, որ քանդվի դա, որովհետև միայն դա չի գտնվում ձեր մտքերում։ Հիշեք, մտքերը դրանք after effect-ն է, ինչի մարմնի ներսում գտնված լարվածության, ինչը after effect-ը, ինչա լինում, մարմնում նախորոք սկսում է միկրոիմպուլսները ձգվածության, նեղվածության, տեղից պղտորվում է ձեր մտքերը։ Իսկ ոնց է լինում արտաքին տրիգերներով։ Կլինի կրկնվող պատմություններ, ձայներ, մեքենայի ձայն, սիգնալ, տարբեր սկորի ձայն կլինի, իրանք հատուկ այդպիսի ձայներ ամեն ինչ արած։ Հատուկ գույներ ընտրած։ Ստեղ պայքարի մասին չի, այլ ստեղ ձեր մաքրամաքուր ներկայության ու ձեր ինչ եք անում երկրի վրա։ Այդ հարցին պետքա պատասխանեք դուք։ Ոչ թե ուղեղով, ոչ թե որ գտեք ձեր առաքելությունը այս կյանքում, այլ հարց տակ ինչ եք անում ձեզ ամեն օր, ինչն է ձեզ հետաքրքրում, նախ առաջինը ձեր մասին, ձեր իրականության մասին, ձեր սահմանների մասին, ձեր առօրյա շրջապատը։ Այդտեղից է սկսում։ Չեք կարող ունենալ թույլ հիմք,
Իսկ թույլ հիմքը որն է, երբ որ կա ներսում սուտ, երբ որ ներսում կա խաբկանք, երբ որ ներսում կա, որ միայն ընդունում եք ձեր լուսավոր կողմերը, երբ որ ներսում ուզում եք ձեզ պիտակավորեք, փակեք ինչ-որ հասկացողությունների մեջ, շատերդ այնքան ուժեղ եք, որ անընդհատ ուզում եք փոքրացնեք ձեր ուժը, ուզում եք հարմարվեք անընդհատ ուրիշներին, ուրիշների խոսակցությանն, ուրիշների տեմպին, ուրիշների սիրած բաներին, չկան ուրիշներ ձեր կյանքում, չկան, դուք եք հիմա ձեր ներկայությունը, հիմա եթե նկատում եք, դուք ձեր ներսում եք, շատ ուշադիր լսում եք, նաև լսում եք ձեր ներսի զրույցը հիմա, թե ինչ եք, ոչ թե փորձում եք դասավորեք, այլ իմ ասածը դուք կտեսնեք, որ արդեն ֆիլտրած, անալիզ արած, այդպես եք դուք ընդունում, որովհետև ստեղ մենք խոսում ենք էներգետիկ եւ զգացողական դաշտը միացրած, ակտիվացրած, յուրաքանչյուրի, ովքեր որ մուտք են գործում մեր տարածք, այդպես է։ Այն մարդիկ, ովքեր կտեսնեն կեսից չեն շարունակում մեր հետ, ուրեմն իրանք դեռ պատրաստ չեն ներս նայելու, պատրաստ չեն պատասխանատվություն վերցնելու անընդհատ, ամեն վայրկյան, ամեն ակնթարթ ինքներդ ձեզ ստուգելու, այնքան ժամանակ, մինչև կդառնա ձեր բնական հոսքը արդեն, կարիք չեք ունենա, դուք ձեզ ստուգեք, դուք ուղղակի կսկսեք լինել, ծառը անընդհատ աճում է, անընդհատ, ստոպ չկա, դուք էլ նույն կերպ աճում եք, մեզ համոզել է համակարգը, մեզ պահել են մի հատ իրականության մեջ, որ մենք պետքա կրկնողությունը ապրենք, որ պետքա աշխատանքը ամեն օր այսպես, ես ասում եմ, որ պետքա գտնեք ձեր ներսի, ինչ եք ուզում ստեղծեք, ասենք ուզում եք տորթեր ստեղծեք, թխվածքներ ստեղծեք, օքեյ, հասկանում եք որտեղ է այդտեղ խաբերությունը, որտեղ է այդտեղ խավարի ծանր էներգիան, ինչի համար, ուրիշների համար չէ, որովհետև դուք եք պատասխան տալիս դրա համար հետո։ Դու ամեն մի անհատ, ամեն մի կորպորացիա, բոլորը իրենց պատասխաններն են տալիս հիմա։ Հենց հիմա, որովհետև արդարադատության էներգիաները անցնում, խորքային, մաքրման, համ միաժամանակ ընդլայնման ու միաժամանակ փլուզման։ Երկուսը միաժամանակ է տեղի ունենում։ Որովհետև արդարադատությունը մաքրում է այն ինչը որ պետքա փլուզվի, այն ինչը որ պետք չէ նոր տարածքում։ Իսկ նոր տարածքում կտեսնեք շատ բաներ պետք չեն։ Ուղեղը փորձելու է կախվի, ուղեղը փորձելու է պահի, որովհետև ուզում է ինքը ապահովություն, ինքը անընդհատ ուզում է հնարավորություն ունենա, որ կարողանա ասի ես ապահովեմ, ծանոթ է ինձ իրականությունը։ Դու ուզում եք անընդհատ ծանոթ իրականություն լինի ձեր։ Ես ասում եմ, ձեր կրակից սկսեք օգտվել ներսի, ձեր ներսի լույսից։ Իսկ ձեր ներսի լույսը ինքը երբեք չի մարում։ Ոչ մի, գիտեմ, ստեղ բոլորդ անցել եք ցավերի միջոցով, տարբեր կյանքի մոլորություն, փորձառություններ, բայց դուք երբեք չեք կորցրել ձեր ներսի լույսը։ Ինչ կլինի, որ սկսեք աշխատել ձեր ներսի լույսի վրա ու մեծացնեք։ Այդ հարցին հիմա դուք պատասխանեք։ Ինչ կլինի, երբ որ դուք մեծացնեք ձեր ներսի լույսը։